ասես։ Մեկն ասել է, որ աղոթքը Աստծուն հարգադրելը չէ, մեր կամքը գադարել երկնքում, այլ նրան աղաչելն է գադարել իր կամքը մեր մեջ երկրի վրա։ Հավատում ենք, որ այս խոսքերը ճշմարիտ են, բայց շատ ադեն կան մարդիկ, որ աղոթում են այնպիսի ձևով, որ կարծեք թե նրանք ցանկանում են նրանց մասին զրուցել, նրանց աղոթներում ավելի քան Աստծո մասին կամ նրա կամքի մասին, ավելի նրանց կենտրոնացումը այդպիսի բարեքաներում լինումը նրանց վրա եւ նրանց կարիքների վրա, քան թե Աստծո եւ նրա կամքի եւ նրա նպատակների վրա։ Նրանց աղոթները, այսպիսիների աղոթները դառնում են մագերեսային եւ եսակենտրոն։ Աստծո կողմից իրենց համար արված բարիքները ընդունելու փոխարեն նրանց աղոթները երբեմն բացահայտում են նրանց հոգևոր վիճակի մագերեսայնությունը։ Քանի որ նրանք իրենց աղոթներում հագված են Աստծո ագնարգել, թե որքան լավն են իրենք, չընդունելով իրենց ընկած վիճակը։ Սրանց համար երբեք մեղքի խոստովանություն, զղջում, ապաշխարություն նրանց աղոթներում չենք գտնում։ Նրանց համար ամեն բան լավ է, եւ նրանք գարիկը չունեն բրգիչին։ Ընդհակառակը նրանք ինքնարդար հագում ունեն եւ չեն կարող տեսնել իրենց հանցանքները, նրանց սխալները եւ գեղձավորաբար անդեսում են նրանց մեղքերը, հաբա կենտրոնանում են ուրիշների վրա, ուրիշների թերությունների վրա։ Եվ ճիշտ սա է, որ մեր Տերը մեր այսօրվա հատվածում, որ է Ղուկաս 18:9-14-ի մեջ, Ղուկաս 18:9-14, ուր որ տեսնում ենք այդ արագը Փարիսեցու եւ Մաքսավորի մասին։ Հիմա իհարկե, եւ որ արագ ասում ենք ավետարանի նկատմամբ արագները, ուրեմն garanք շատ ագիչ կերպով սահմանել, ասել որ արագները բարձ պատմություններ էին, որոնք Տերը ինք օգտագործում էր, ինք օրինած էր, որբեսի սովորեցնե մի կարևոր ճշմարտություն ամեն մի արագի միջոցով։ Եվ ինք օգտագործելով ցանոթ տարեր մարդկանց կյանքի միջից, ինք արագները այդպիսի հորինում էր, շինում էր եւ ներկայացնում էր, սովորեցնում էր ճշմարտություն, հոգեվոր ճշմարտություն։ Եվ մեր Տերը այս արագը, այս պատմությունը, որ շատ մեզ ցանոթ է, ինք օգտագործում է, որ նրա միջոցով սովորեցնե իրական էությունը ապաշխարության, ճշմարիտ զղջումի, ճշմարիտ արդարացման։ Մեր թեման սա է, ճշմարիտ արդարացում։ Եվ այս պատմության մեջ տեսնում ենք, որ Աստված ինք ընդունում է այն աղոթքը զղջման, ապաշխարության, որ անգյաց է, ոչ թե կեղծավոր է, տեսնում ենք երկու տիպարներ, երկու անհատներ, մեկը կրոնական փարիսեցի, մյուսը մաքսավոր, եւ նրանց վրա մի քիչ կխոսենք հետո։ Տեսնում ենք, որ մի հատը ինքզինքը կովում է, գլուխ կովում է, մյուսը խոնարհաբար Աստծո առջև գալիս է իր մեղքերը խոստովանելով։ Դերը այս արակով բացահայտում է արդարացման ճշմարիտ բնութագիրը։ Եվ ինք դատաբարդում է այս արագում ինքնարդարությունը։ Ինչու որովհետև ինքնարդարությունը լավ բան չէ, եւ ինք հաստատում է, որ ճշմարիտ ապաշխարությունը շիդա կերպն է Աստծո մոտիկանալու։ Աստծո եթե մենք ուզում ենք մոտիկանալ, դիրոջ մոտենալը մի ցևով կարող է լինել ըստ այս արակին, ապաշխարությամբ, զղջմամբ, խոնարեցնելով մեր անձերը դիրոջ առաջ, որբեսի ինք մեզ արդարացնե մեր մեղքերը ներելով, քան թե մեր անձերը կովելով նրա առաջ, մենք երբեք չենք կարող Աստծո ողորմությունը ստանալ գտնել այդպես անելով։ Մենք եթե ուզում ենք Աստծո մոտիկանալ, պետք է որ նրա մոտիկանանք ըստ իր պայմանների համաձայն։
Սա է միակ ձևը, որ կարող ենք արդարանալ Աստծո առաջ։ Հիմա հագիչ կերպով սահմանենք արդարացումը։ Արդարացված լինել նշանակում է արդար հայտարարվել Աստծո առաջ։ Եվ որ մենք ասում ենք, խոսում ենք արդարացման մասին, ինչս էլ է Աստծո առաջ արդար լինել։ Ինչ ասա։ Սա նշանակում է արդար հայտարարվել Աստծուց նրա առաջ։ Դա իրավական տերմին է։ Իրավական տերմին է։ Աստված արդարացնում է մեղավոր մարդկանց իրենց մեղքերից նրա գերիշխան շնորհով եւ նրանց հաշվին վերակրում է Քրիստոսի արդարությունը, երբ նրանք հավատքով եւ զղջումով վստահում են նրան։ Այսինքն, երբ մենք Աստծո ասում ենք, ով Տեր, ներեի մեղքերը, հավատով, Աստված իր շնորհով մեզ ողորմություն ցույց տալիս է։ Եվ մեզ Քրիստոսի արդարությունը տալիս է, վերակրում է մեր հոգևոր, սաբես ասած, բանկայի հաշվին։ Այդպիսի մեծ արդարություն, որ Քրիստոսի արդարությունն է, ինք մեզ տալիս է մեր մեղքերը մեզանից վերցնելով, երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը, ինք մեր մեղքերը մեր վրայից հանում է։ Հապա մեզ հագցնում է Քրիստոսի արդարությունը եւ մեզ հայտարարում է, որ մենք արդարացած ենք նրա առաջ Քրիստոսով։ Սա այսպիսի արդարությունը, այսպիսի արդարացումը օդար արդարություն է։ Ինչ որ բան մեզ բնորոշ չէ։ Այսինքն մենք չունենք մեր ներսիտիում այդ արդարությունը։ Այդ արդարությունը օդար է, որ ասում ենք, այսինքն Քրիստոսի արդարությունն է, մեզ չի պատկանում։ Սկզբանից մենք նրա հետ ծնված չենք, հաբանտագարակը մենք մեղավորներ ենք, ամեն մեկերնից անհատապես եւ պետք ունենք այդ արդարացման, որ Աստված ասե դատաստանի օրը հագիր կերպով, որ ես քեզ չեմ դատաբարդում, որովհետև դու արդարացված ես հավատի միջոցով իմ շնորհով Քրիստոսի արդարությամբ։ Այդ 100% արդարությունը, որ մեզ տրվում է, մենք չենք կարող վաստակել դա։ Մենք չենք կարող աշխատել նրա համար։ Դրա համար չի գա միջոց մարդկային, որով կարող ենք մենք ասել, ես սա արեցի, նրա համար դերը ինձ տվեց Հիսուսի արդարությունը։ Չկա այդպես մի բան։ Աստված ինք տալիս է այդ արդարությունը մեզ Քրիստոսի միջոցով։ Մեր հատվածը ասում է 18 գլխի 9-րդ համարից Ուգասու ավետարան, ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են, եւ ուրիշներին արհամարհում էին, այս արագն ասաց. երկու մարդ տաճար ելան աղոթելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանցին կանգնած այս աղոթներ անում, ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները, կամ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ձոմ եմ բահում եւ դասանորդ եմ տալիս այն ամենից ինչ ունեմ։ Իսկ մաքսավորը հերու կանգնած չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր գուրծքը եւ ասում. ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Տերը ասեց. ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ իր դուն, որովհետեւ ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի։ Իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի։ Ինչպես որ սլայդը այստեղ ցույց տալիս է, Աստծո առաջ ճշմարիտ արդարացման մասին սովորեցնելու համար մեր դերը թե համեմատում է եւ թե հագատրում է այս արագի երկու մարդկանց՝ Փարիսեցին եւ մաքսավորը։ Եվ հետո ինք դալիս է իր դադավճիրը ցույց տալու համար, թե նրանցից որ մեկը ստացավ այդ դրական աստվածային գնահատականը, որ Աստված վերջը ասեց, որ սա արդար է եւ մյուսը ոչ։ Ուրեմն առաջինը նայեցեք 18-րդ գլխի 9-ից 12 համարները։ Ինքնարդար գեղձավորի անպարտավանությունը, հաջորդ սլայդը։ Ինքնարդար գեղձավորի անպարտավանությունը տեսնում ենք
18 գլխի 9-12 ամառները։ Ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են եւ ուրիշներին արամարում էին, այս արագն ասաց. երկու մարդ տաճար ելան աղոթելու։ Մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Այսինքն մեկ քանիսներուն, ինչպես որ ուրիշ թարգմանության մեջ ասում է հայրում, եւ մեկ քանիսներուն դերը էլի ուրիշ արագ մնալ ասեց։ Սա ցույց տալիս է, եւ որ ասում է ոմանց էլ, սա ցույց տալիս է շարունակականություն մը կա այն բանի հետ, որ նախորդում մեր համատեքստում 18-րդ գլխի մեջ արդեն նշված է։ Մենք եթե գարտանք 18-րդ գլխի առաջին համարից, դերը այնտեղ է խոսում է աղոթքի մասին, այստեղ էլ խոսում է աղոթքի մասին։ Եվ մեր աղոթքի կերպը, այն ցևը, որ մենք մեր աղոթները անում ենք, հայտնաբերում են, բացահայտում են բնույթը մեր նվիրվածության առաստված։ Այսինքն ինչ ցևով մենք աղոթում ենք, մեր աղոթները ոնց ստացվում են, մեր աղոթների միջոցով մեկը կարող է տեսնել եւ հասկանալ, որ ինչպիսի մենք նվիրվածություն ունենք առաստված։ Ինչու է մենք կտեսնենք այստեղ այս փարիսեցին ինչպիսի կաղոթի։ Հետո տեսնում ենք մյուսը, մաքսավորը, ինչպիսի կաղոթի։ Ուրեմն այս արագը, այո, խոսում է աղոթքի վրայով, ինչպես 17 գլխի այդ առաջին 8 համարներում ալ հարադեվել աղոթքի մեջ այդ թեման էլ այնտեղ տեսնում ենք։ Եվ այսպիսով տեսնում ենք Հիսուսի նպատակը ճշմարիտ արդարացման վրայով։ Միթե այդ արդարացումը, որ ունեմ հավատի միջոցով, Աստծո շնորհով, ճշմարիտ արդարացում է, եթե Աստծուց է, այո, եթե Տիրոջից է, այո։ Բայց եթե ինչպես այս փարիսեցին գլուխ գովում է, ինքզինքը ցույց տալիս է, որ ես այսպես եմ, այնպես եմ, մյուսների նման չեմ, սա չի լինում եւ Տերը այս արագի միջոցով ուզում է մեզ սովորեցնել, որ նրանք, որ համոզված էին, ինչպես 9-րդ համարի սկիզբը ասում է, գային մարդիկ, որ համոզված էին, որ իրենք արդար են։ Դերը այս արագով մեզ ցույց տալիս է, որ դա ինքնարդարություն է, ճշմարիտ հոգևոր արդարություն չէ, արդարացում չէ, ըստ Աստծո արդարությունը։ Եվ ոչ թե միայն համոզված էին, որ իրենք արդար են, հապա ուրիշներին էլ արհամարհում էին։ Եվ մենք ալի պրավադացիալներ այդպես անում ենք, մեր նույնիսկ աղոթների միջոցով։ Այդպես ցեվով կարող ենք աղոթել, որ որոշ խոսքեր ասենք, խոսք զարնելու նման ուրիշներին, մեր աղոթների միջոցով, որ ցույց տանք, որ մենք ավելի լավ ենք ուրիշներից։ Երբեմն խոսքով, երբեմն աղոթքով։ Օրինակ, երբեմն կարող է պատահել, որ ուրիշ հավատացյալների, ուրիշ եկեղեցական խումբերի վրայով մենք մի քիչ անհամեստ խոսենք։ Ինչու՞։ Որ մենք շիդակ վարդապետություն ունենք, այո հավատում եմ, որ շիդակ վարդապետություն ունենք, բայց սա չի նշանակում, որ նրանք Աստծո զավակ չեն։ Եթե նրանք Աստծո զավակ են, Հիսուսի հավատում են, նրանց մեղքերը նույն գերիշխան շնորհով փրկված են, ինչպես մենք։ Բարձրապես որ մենք Աստծո շնորհով եւ դա միայն նրա շնորհիվ է, որ մենք հասկանում ենք Աստծո խոսքը ավելի առողջ կերպով, սա մեզ թույլ չի տալի, որ արհամարենք ուրիշներին կամ այսպես մի քիչ այսպես դիծաղենք եւ որ ուրիշ հավատացյալ խմբերի մասին խոսում ենք։ Այո, եթե սխալ ունեն, կխոսանք։ Երբ հնարավորություն ստացվի, բայց երբեք պետք չէ մենք մեր անձերը ավելի գերատած տեսնենք ուրիշներից։ Եվ այստեղ այդ փարիսեցի մարդը, որ ինք կրոնական մարդ է, բայց կրոնական լինել չի նշանակում, որ ինք արդար մարդ է։ Արդար ասելով ըստ Աստծո ակնկալած արդարության, ոչ թե մարդկային արդարության։ Ինչու մարդկային արդարությունը մի բան է, Աստծո արդարությունը ուրիշ բան է։ Մարդկային արդարությունը միշտ սիրում է բախտadel, ինչպես այս մարդը անում է, այս փարիսեցին անում է։ Մարդկային արդարությունը միշտ սիրում է ինքզինքը բախտadel ուրիշների հետ։ Իսկ ճշմարիտ արդարացումը, որ միայն Աստծուց է, ինք չի կարող ինքզինքը բախտadel, այդպիսի անհատը չի կարող ինքզինքը բախտadel ուրիշների հետ, հապա ինքզինք բախտadում է Աստծո հետ։ Չի կարող գեղձավոր լինել, ինքնարդար լինել, ամբարտավան լինել։ Իր հոգևոր վիճակի առնչությամբ Աստծո առջև եւ մարդկանց առջև։
Երկու մարդ, մեկը Փարիսեցի, մյուսը Մաքսավոր։ Փարիսեցին 11 համար առանցին կանգնած այս աղոթներ անում, ով ասված, նայեցեք, մեկ անգամ Աստծո մասին կխոսա, նրանից հետ Աստծո մասին երբեք ագնարկ չի անում։ Այդ առաջին խոսքից ետքը, ով ասված ասելուց ետքը, պարզապես ինքզինքի մասին խոսում է։ Շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները կամ ինչպես այս Մաքսավորը, շաբաթը 2 անգամ ձոմ եմ բահում եւ դասանորդ եմ տալիս այն ամենից ինչ ունեմ։ Փարիսեցիները, նրանք այդ հարկված կրոնական էլիտան էին Իսրայելի։ Նրանք այդ բաբանիչ խումբն էր հուդայական հավատքի։ Եվ նրանց կյանքերը սպառում էին օրենքը բահելով եւ կանոնակրերը բահելով, որոնց միջոցով կարծում էին, որ նրանք Աստծո օրհնությունը կարող են ստանալ այդպես անելով։ Եվ նրանք, փարիսեցիները, վստահած էին նրանց արդարության, ինչպես տեսնում ենք այս համարներից։ Նրանք վստահում էին իրենց բարի գործերին, որ բարի գործերի միջոցով Աստծո առջև լավ արժանիք կարող են գտնել։ Բայց այդպես չէ, Աստծո խոսքը այդպես չի ասում։ Սուրբ Գիրքը հակառակը դադարում է այսպիսի ինքնավստահություն, մեկումը անձնական կարողության գործերի կամ անձի մեջ։ Հռոմայացիների 10:3-ում ասում է, որովհետև նրանք Աստծո արդարությունը չգիտենալով հրյաները եւ իրենց արդարությունը հաստատել փորձելով Աստծո արդարությանը չհնազանդվեցին, որը իհարկե հավատքով։ Եվ Պողոս առաքյալ, մենք գիտենք, որ գարտանք իր կենսակրությունը Փիլիպպեցիների 3:4-9 համարներում։ Ինք ասում է այսպես. թեև ես մարմնի վրա նույնպես վստահություն ունեմ, եթե մեկ ուրիշը կարծի, թե կարող է մարմնին վստահել, ես առավել եւս լինելով 8-րդ օրը թլփատված Իսրայելի ազգից, Բենյամինի ցեղից, Եբրայեցի ծնողներից Եբրայեցի, ըստ օրենքի Փարիսեցի։ Ես էլ Փարիսեցի էի, ասում է։ Նախանցախնդրությամբ հալածում էի եկեղեցին, ինչ վերաբերում է արդարությանը, որ փոխում է օրենքից, անարատ էի։ Բայց, սա բայցը կարևոր է, բայց այն ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեց, ինչու, եւ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ, որ օրենքի միջոցով արդարացում չի կա, ինք ասում ասա։ Օրենքի միջոցով մեկը չի կարող Քրիստոսի Աստծո արդարությունը ստանալ։ Մեկը չի կարող Աստծո Քրիստոսի ճանաչել, եթե միայն ինք ուզում է զորնակ 10 պատվիրանները բահել։ 10 պատվիրանները բայելով մեկը երկինք չի կարող գնալ։ Աստծո այդ ինչ որ 613 պատվիրանները, որ ասում են կան հին ուխտում, եթե մեկ այդ 613 պատվիրանները բահե հին ուխտի առանց հավատքի Քրիստոսի մեջ, մեկը չի կարող երկինք գնալ։ Առաքյալը ասում է ամեն ինչ 8-րդ համար վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որբեսի Քրիստոսին շեմ այդ բոլորը Եբրայեցի, Բենյամինի ցեղից, հրյա, եկեղեցին հալածող, օրենքի արդարության համաձայն անարատ էի, եւ այն որ այս բոլորը ասում է աղբ է։ Եթե Քրիստոս չկա այս հաշվարկում, կարող ենք մենք նույնը ասել, ինչ որ Պողոս առաքյալը ասում է։ Կարող ենք ասել, որ ով Տեր, ես իմ անձնական արդարության վրա չեմ հենում, որբեսի քո առաջ ես արդարացված գտնվեմ։ Ինչու, որովհետև եթե ես իմ անձնական արդարությանս վստահում եմ, վերջի վերջո պիտի դատաբարդվեմ։ Բայց եթե Քրիստոսի վստահում եմ, այն արդարությանը վստահում եմ, որ միայն նրանով է, որ վերակրված է ինձ եւ քեզ հավատի միջոցով, միայն այն ատեն կարող ենք Աստծո առաջ արդար գտնվել։ Այս Փարիսեցին գանգնած է, ասում է, եւ աղոթում էր, մինակը աղոթում էր։ Եվ այս գեցվածքը սովորական գեցվածք էր աղոթքի, եւ նաեւ նրանք որտեղած էին, երբ ուզում էին բացահայտել նրանց անձնական արդարությունը մարդկանց։
Մատթեոս 6:5-ում ասում է, երբ աղոտ կանես, Տերը սովորեցրեց մեզ, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրաբարակների անկյուններում կանգնած աղոթելու մեջ սխալ բան չի գա, որբեսի մարդկանց դեսանելի լինեն։ Սա է խնդիրը։ Ճշմարիտ եմ ասում ցեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են, իրենց արդարությունը մարդկանց առաջ մարդիկ աբրիս, բրավո, շատ լավ ասում են վերջ։ Աստծոց վարձ չունեն։ Ինք կանգնած էր եւ աղոթում էր, ինքն իրեն աղոթում էր, ինք զինքի մասին աղոթում էր։ Իր աղոթներում իր մասին ավելի գար, քան թե Աստծո մասին։ Ինք աղոթում էր այնպիսի ցևով, որ ինքը Աստծո ներկայացնե, որ կարծեք թե, գիտեք, այդ տպավորությունը դալիս էր, որ Աստված այնքան օրհնված է եւ փախտավոր է, որ նրա ուներ իր գողքը։ Այդ տպավորությունը դալիս է իր խոսած ցևով։ Կարծեք թե Աստված առանց իրեն եւ իրեն բեսներին չկարող իր գործը անել այս երկրում։ Մեր աղոթները երբեք պետք չէ եսասեր կենտրոնացում ցուցաբերեն։ Մեր վրա, մեր մասին լինեն։ Չէ, այդպես պետք չէ լինի։ Այո, այս փարիսեցված աղոթքը համարձակ աղոթք էր, բայց ճշմարտության համաձայն չէր։ Համարձակ աղոթք էր։ Շատ անգամ մեր համարձակության եւ հբարդության միջև, այսինքն բարակից մկա։ Միթե մեր աղոթները Աստծո առաջ, որ անում ենք մարդկանց ներկայության, հբարդությամբ եղած է, չէ թե ճշմարիտ վստահությամբ, որ մենք կարող ենք այսպես աղոթել Հորը Փառքի համար, որովհետև Տերը մեզ արդարացրած է, մեր մեղքերը ներելով Քրիստոսի արդարությունը մեզ տալով։ Ինք ասում է 11 համարում, ով Աստված շնորհակալ եմ քեզանից, այսինքն սա ոնց որ փառապանության Սամոսի նման էր, ինչպես փառապանության Սամոսներում շնորհակալություն դրվում է դեպի Տերը, ինքը այդպես անում է։ Բայց սա սուրբկրային աղոթ չէր, հագարակը, ընդհակառակը ինք երախտաբար դեր ոչ թե Աստծուց, թեև Աստծո անունը օգտագործում է, հաբա ինքզիկից, այո, ամեն, օքեյ։ Ինք բախտադում էր իրանց ուրիշների հետ, նրա համար։ Ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես ապշտագողները, անիրավները, շնացողները կամ ինչպես այս մաքսավորը։ Եվ շաբաթը 2 անգամ 12-րդ համար ձոմ եմ պահում եւ դասանորդ եմ տալիս այն ամենից ինչ ունեմ։ Նայեցեք, մենք հավատում ենք, որ ինք հավատարմը պար այս բոլորը անում էր։ Ինքը սուտ չի խոսում։ Բայց իր բոլոր արածը բարձրապես ցուցաբերելն էր, որ ինք որքան լավ մարդ է։ Բայց սա ինքնարդարության վստահել է, իր անձնական գործերին վստահել է։ Աստծո առաջ ոչ մեկը բարի գործելով չկարող գտնել Աստծո ողորմությունը։ Ոչ մեկը։ Ղուկաս 11:42-ում Տերը ասեց, բայց վայց ես փարիսեցիներից, որ անանուխի, փեգենայի ու ամեն բանջարեղենի դասանորդ եք տալիս։ Իսկ Աստծո արդարությունն ու սերը զանց եք առնում։ Նախ այս պետք է անել, այսինքն նախ Աստծո արդարությունը եւ սերը պետք է բաբանեք, պետք է գադարեք, իսկ դրանք զանց չառնել։ Այո, մյուս բաներն այն ինչ որ դիրոջը պետք է դրվի իբր դասանորդ տվեք։ Բայց եթե մարդկանց երևնալու համար զորօրինակ, ես իմ այդտեղ նստած իմ սենք նվիրատությունս անում եմ մարդկանց երևնալու նպատակով, բայց սրտիս մեջ զորօրինակ առած եղբորը կամ ովիկ եղբորը անտեպ աներող ոգի ունեմ, զորօրինակ։ Ինչ հասկացանք։ Այսինքն թող գործի այդ նվիրատությունը։ Առաջ պետք է նրանց հետ հաշտվեմ։ Եվ Տերը ասում է, որ Աստծո արդարությունը եւ սերը զանց չես կարող առնել, բարձրապես որ քո ֆիզիկական այդ պարտականությունները կատարում ես։ Ինք այս փարիսեցին բարձեցավ իր անձի վրայով եւ ուրիշներին նախադեց
Ուրիշ մարդկանց պես չեմ ասեց, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները, այո, հավատում ենք, որ այդպես չէր ինքը։ Բայց այդպես չլինելով, սա մեզ այդ հնարավորությունը չի տալի Աստծո առաջ, որ մենք մեր անձերը գերադասենք փախտadելով ուրիշ մարդկանց հետ։ Մենք գիտենք Պողոս Արաքյալի վկայությունը, մի քիչ առաջ լսեցինք, չէ՞։ Պողոս Արաքյալ, եթե մեկը գար, որ կարող էր ասել, եւ ինք ճշմարտությունը խոսում էր, հբարդությամբ չէ, ասում է ըստ օրենքի ինք կատարյալ էր, անմեղ էր, մեղադրելի չէր, մեկը չէր կարող ասել, որ Պողոս ջան, նայ, դու այս մեղքերը ունես օրենքի առումով, այս օրենքները չես կատարում, բաց թողնում ես այդ օրենքները, ոչ։ Բայց Պողոս Արաքյալը այդ բոլորը ես ասեց աղբ համարեցի, աղբ։ Ինչու Քրիստոսի հետ եւ որ փախտadե մեկը իր անձը, իր ինքնարդարությունը զերո է։ Եվ շատ անգամ մենք այսօր տեսնում ենք, որ մարդիկ կա, որ այսպես անում են։ Իրենց հոգևորությունը մագերեսային է։ Ինչու որովհետև նրանք այսպես կարծեք թե այսպես իրենց յետևը աբրեք, բրավո ասում են, այդպես անելով ինքնեք իրենց մխիթարում են, քաչալերում են։ Մի աշխարհիկ ասացվածք ասում է այսպես. դու չես կարող առաջ մղել դու քեզ գրնագը թեթևագի հարվածելով։ Մենք կարող է այսպես անելով ինքսինք առաջ տանել։ Հնարավոր չի։ Այս դեռ տեսնում ենք այդ հոգևոր զուգահեռը այս ասացվածքի համաձայն։ Եթե մեկը ուզում է, որ առողջ հավատք ունենա, աջող հավատք ունենա, որ նրա միջոցով կարողանա Աստծո հաճեցնել, պետք է հեռու մնա ինքզինք ամբարտավանորեն, հպարտորեն ներկայացնել է, գովաբանել է։ Եսայի 64:6 հիշեցնում է մեզ, որ մենք ամենքս դարձել ենք ամաքուր մեկի նման, մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի, մենք ամենքս թարամել ենք դերևի պես եւ մեր անօրենությունները մեզ քշում տանում են քամու նման։ Սա է մեղավոր մարդու վիճակը։ Եվ ամեն մեկը, որ առանց Քրիստոսի է, այս վիճակում գտնվում է։ Այս Փարիսեցին ալ իբր կրոնական այս վիճակում էր, կեղծավոր էր։ Ինք նույնիսկ անարգեց այդ մաքսավորին, որ իր մեջ շատ հերու չէր, ասեց սրա նման չեմ։ Եվ մաքսավորները որոնք էին։ Մաքսավորները ժողովրդից անարգված էին, որովհետև նրանց տրված էր Հռոմից, որոշված էր նրանց համար, որ հարկ հավաքեն ժողովրդից։ Նրա համար ժողովուրդը չէր սիրում նրանց։ Եվ այս մաքսավորները, հարգահավաքները բարբերաբար շահագործում էին իրենց արդոնյալ դիրքը, ժողովրդից շորթելով ավելին, քան նրանք կարող էին հավաքել։ Այդպիսով չափազանց հարուստ դառնալով։ Նրա համար նրանք չէին սիրված ժողովրդից, ադված էին ժողովրդից, անարգված էին ժողովրդից։ Չենք կարող երբեք փախտadել մեր անձերը ուրիշների հետ։ Աստծո առաջ պիտի փախտadեմ, ես իմ անձը, դու պիտի քո սիրտը, ես իմ սիրտը պետք է Աստծո առաջ փախտadեմ։ Աստված իր արդարությունը 100% է։ Իմ օգու արդարությունը, ինչ որ գուզես ասի 100% երբեք չի հասնում։ Առանց Քրիստոսի վերակրված արդարության, որ հավատի միջոցով է, որ զղջացող հավատացյալին տրվում է։ Եթե մեկը իր մեղքերից չէ զղջացած, այդ արդարությունը չունի։ Երկնքում ոչ մի անձ պիտի չլինի, որ ընդեղա առանց Քրիստոսի արդարության։ Հին ուխտից մինչև նոր ուխտը։ Առաջին հավատացյալից հին ուխտում մինչև նոր ուխտի ամենավերջի հավատացյալը։ Հիսուս շատ լավ գիտեր փարիսեցիների այդ անձնագենտրոն ինքնարտարացման գեցվածք, որ իրենք որդեգրում էին, եւ ինք միշտ հագարակում էր նրանց դեմ։ Մենք հիշում ենք Մատթեոս 23-ում, ինչպես ինք դարբեր անուններ կանչեց նրանց վրայով։ Գեղձավորներ, դժոխքի որդիներ, գույր առաջնորդներ, իժեր։ Հիշում եք այդ բոլորը։ Ինչու, որովհետև ինք գիտեր, այո, կային ոմանք փարիսեցիներից, որոնք դիրոջ դարձան, բայց մեծամասնությունը
Չէին սիրում նրան, անավատ էին, հակառակ էին նրան։ Եվ նույնիսկ Հովհաննես Մկրտիչը Մատթեոս 3:7-8-ի մեջ այսպես ասեց, երբ տեսավ փարիսեցիներին եւ սադուկեցիներին, ասեց. «Իժի ծնունդներ, ով ցեզ զգուշացրեց փախչել քալիք պարգությունից։ Արդ ապաշխարության արժանի արդյունք տվեք»։ Եվ ուրիշ տեղ Մատթեոս 5:20-ում ասեց. «Եթե ձեր արդարությունը չլինի ավելին կան դբիրներին ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի»։ Այսինքն, եթե փարիսեցին ասում էր այս հատվածում, որ ինք լավ մարդ է, դերը ասում է, որ եթե դու նրա արդարությունից ավելի բարձր արդարություն չունենաս, չես կարող երկինք մտնել։ Եվ այս բարակայում իհարկե Քրիստոսի միջոցով այդ արդարության կարոտը կա, գարիկը կա, որ մեկը պետք է ունենա, որպեսզի կարողանա հաջեցնել Աստծուն։ Այս մարդը ինքնարդար մարդ էր, կեղծավոր մարդ էր, ամբարտավան մարդ էր։ Ինք արդարացված էր, բայց ոչ Աստծո առաջ կամ Աստծո կողմից։ Հապա ինք զինքը խապած էր, որ ինք արդար մարդ էր իր գործերի միջոցով, բայց դատաբարդված մարդ էր։ Մի անգամ մի պատմության մեջ ասում է, որ գիրագնորյա ուսուցչուհիմը, ուրեմն ինք երբ սովորեցնում էր իր երեխաներին, ինք բացատրեց այս պատմությունը։ Եվ այս պատմությունը բացատրելուց հետո ժամանակ տվեց, որ երեխաները աղոթեն։ Եվ երեխաներից մեկը հետևյալ ցևով աղոթեց. «Շնորհակալ ենք քեզ, Աստված, որ մենք այդ փարիսեցու նման չենք»։ Երեխա է, հասկանում ենք, բայց մենք կարող է ծիծաղենք այսպիսի աղոթքի վրայով, բայց միթե երբեմն մենք աղոթում ենք այս երեխու նման։ Այսինքն թե կամավոր, թե ագամա կերպով։ Երկրորդ, նայեցեք 13 համարը։ Ուրեմն դեսանք ինքնարդար գեղձավորի ամբարտավանությունը 9-ից 12 համարներում։ 13 համարում տեսնում ենք ապաշխարող կամ զղջացող մեղավորի խոնարհությունը։ Զղջացող մեղավորի խոնարհությունը։ Իսկ մաքսավորը հերու կանգնած չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ձեծում էր իր գուրծքը եւ ասում. «Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս»։ Մի անգամ էլի ուրիշ գիրագնորյա դբրոցի ուսուցչուհիմը, երբ ինք դասավանդում էր զղջման ապաշխարության մասին, ուրեմն եւ որ հարց տվեց, որ ինչա ճշմարիտ զղջումը կամ ճշմարիտ ապաշխարությունը, մի փոքրիկ տղամը ցերկը բարձրացրեց, ասեց. «Դա նշանակում է, ասեց, զղջալ քո մեղքերի համար»։ Սխալ չէ։ Բայց ուրիշ փոքրիկ աղջիկը նույնպես ցերկը բարձրացրեց եւ ասաց. «Խնդրում եմ», ասեց, «please», ասեց, «դա բավականաչափ զղջում է մեղքերից հրաժարվելու համար»։ Միան զղջումը ասել չէ ով դեր ները ինձ, հետո նույն բանը նորից անելը։ Չէ։ Զղջումը, ճշմարիտ զղջումը կբան չէ, որ մենք անդրադառնանք, որ ինչ որ արեցինք եւ ներողություն խնդրեցինք, հաջորդ անգամ պետք չէ անենք նույնը։ Այո, երբեմն էլի ընկնում ենք նույն մեղավոր ճանապարհներում, բայց կարևոր է, որ այդ մեղքի ընթացքը գանգնի, չէ՞ թե ոչ գազավորությունը։ Եթե նույն բանը թութակի նման ասում ես այսօր ներողություն ով դեր, հետո նորից անում ես նույնը, չի լինում այդպես։ Մեկը ասած է, խոնարհությունը դարօրինակ բան է։ Հենց որ մտածես, որ այն ցերկ ես բերել, գործունեություն ես այն։ Սա նման է իմ մոդիկ ընկերին, որ մի անգամ այսպես ասեց. «Ես հբարդ եմ, որ խոնարհ եմ»։ Իհարկե ինքը գադակ էր անում։ I'm proud to be humble, ասեց, անգլերենով ասեց, եւ նայեցա այսպես նրա երեսին։ Բայց այսինքն գետ մգա իր ասածի մեջը, որ ճիշտ այստեղը այդ փարիսեցին այդ կապարը դալիս էր իր կեցվածքով։ Ինքը ցուցաբերում է, բացահայտում է որպես լավ մարդ, բայց լավ մարդ չէր։ Խոնարհանցը այդ մաքսավորն էր, որ հիմա դերը մեզ ինք ցույց տալիս է այդ մաքսավորին, որ ինք ոչ մի բան չգիտեր հբարդության եւ ինք զինք գովելու նկատմամբ։ Հապա ընդհակառակը ինք ցանկանում էր Աստծո ողորմությունը, ինք ցանկանում էր Աստծուց արտարանալ։ Եվ իր աղոթքի միջոցով մենք տեսնում ենք, որ ինք ցանկացավ Աստծուն մոտիկանալ Աստծո
գամքի համաձայն, Աստծո պայմանների համաձայն։ Եթե ասես, ես ուզում եմ Աստծո մոտիկանալ, քո ցևերով, քո գարձեցյալ արդար ցևերով, բայց սրանք բոլորը մարդկային ճանապարհներ են։ Բայց մենք գիտենք Աստծո խոսքից ոնց կարող ենք մոտիկանալ Աստծուն։ Հիսուսով ուրիշ ցև չկա, ուրիշ միջոց չկա։ Միակ արդարացումը Հիսուսով է։ Եթե մեկը հավատի միջոցով ընդունած է իր մեղավոր լինելը, ինչպես այս մարդը հավատի միջոցով աղոթեց, հերու կանգնած էր ասում, ինք անդրադարձավ, որ ինք վատ վիճակում է Տիրոջ առաջ, երբեք չսեբեց, որ ինք կարող է Աստծո հագեցնել իր արդար պարգությունը իր մեղքերի հանդեպ, ասելով, որ ես այս բոլոր լավ բաները արել եմ, ուրեմն ով դեր, ակնկալում եմ քեզանից, որ դու ինձ կներես։ Չկա այդպես մի բան։ Հապա ինք դերոջ եկավ ոնց որ ինքներ, ոնց որ էր։ Նրա համար մենք սովորեցնում ենք, որ եթե մեկը ուզում է զղջալ, ապաշխարել, Տիրոջ դառնալ, երբեք պետք չէ ասի, ով դեր գիտես, հələ հիմա սպասեմ մի քիչ, զոր օրինակ, այս մեղքերից ինքս ասենք թե ազատեմ, այս անեմ, այդ անեմ, չձխեմ, չխմեմ, չգիտեմ ինչ այս անեմ, հետո գալիս եմ Քրիստոսի։ Ոչ, արի Քրիստոսի ոնց որ ես։ Այո, իհարկե, պետք է որ այդ մեղքերից ազատվենք, թողնենք մի գոմ, որպես Աստծո ողորմությունը ստանանք, չէ՞ որ կիազավոր կլինենք։ Եվ այդ մարդը հերու կանգնած նույնիսկ չէր էլ գամենում աչքերը երկինք բարձրացնել, ինչ որ անարժան զգում էր։ Եվ ճշմարտացի կերպով անարժան զգում էր։ Փարիսեցի նման չէր։ Ինք ոչ մի բան չուներ Աստծո հրամցնելու։ Չասեց, ես մաքսավոր լինելով ով դեր շատ փող ունեմ, կարամ քեզ մի քիչ փող տալ։ Կամ եկեղեցվո նվիրատություն անեմ, մեծ նվիրատություն։ Կարող է որ այդ մեծ նվիրատությունը ինձ այդ հնարավորությունը դա որ կարողանամ նրա միջոցով երկինք մտնել։ Ոչ, չկա այդպես մի բան։ Չկա այդպես մի բան։ Ինք Աստծուն վստահեց, որ Աստված լսում է իր աղոթքը, ներում է նրան եւ արդարացնում է նրան։ Ինչ մի բան, որ Փարիսեցին երբեք չանդրադարձավ այս բաներին, երբեք Աստծո ներում չխնդրեց եւ նրա համաձայն արդարացում չխնդրեց։ Եսայի 57:15 ասում է. «Եվ արդ այսպես է ասում բարձրը, բարձրալը հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է։ Ես բնակվում եմ բարձրունքում եւ Սուրբ դեղում, բայց բեկված եւ խոնար հոգի ունեցող մարդու հետ էլ ես այնտեղ եմ, այդպիսի մարդու հետ եմ լինում, որովհետեւ վերագենտանացնեմ խոնարների հոգին, վերագենտանացնեմ բեկվածների սիրտը»։ Աստված ինք երկնքում է, բարձր դեղում է, իր գահում է, բայց միայն հատեն ինք նույնիսկ է ասում է այդ խոնար հոգի ունեցող մարդկանց հետ։ Սամոս 34:18 ասում է դերը մոդիկ է սիրտը գոդրվածներին եւ փրկում է վշտապեկ հոգիներին։ Իհարկե, եւ որ ասում է սիրտը գոդրվածներին, սա վերակրում է այն մարդկանց, որ ճշմարտապես հասկացած են նրանց ով լինելը Աստծո առաջ եւ զղջացել են։ Անգերձապար ողորմություն խնդրած են Աստծուց։ Ինչպես Դավիթ թագավորը Սամոս 51:17-ում ասում է, եւ որ ինք մեղ կորձեց Բերսաբեի դեմ իր ամուսնուն դեմ, Սամոս 51:17-ում ասում է, Աստծո ընդունելի զոհը գոդրված հոգին է։ Բեկված ու խոնար սիրտը, ով Աստված դու չես անարգում։ Մենք տեսնում ենք, որ այս մարդը, այս մաքսավորը խոնարհապար, հասկանալով իր մեղավոր լինելը, խոնարհապար Աստծո մոտ եկավ անգերտ զղջումով։ Ոչ մի բան չկարողացավ Աստծո տալ։ Սուրբ Գիրքը երբեք չի ասում, որ այդ մարդը Աստծո խոստացավ, ասելով ով դեր, ես իմ ճանապարհներս կփոխեմ քո առաջ, մի քիչ սպասիր։ Ոչ, տեղը տեղին։ Ասես ով դեր, ները ինձ։ Միտը մեր սրտերը Տիրոջ առաջ այսպեսի կոդրված են, ինչպես այս մաքսավորը։ Միտը մենք անդրադառնում ենք, որ այս մաքսավորի նման մենք կարիք ունենք Տիրոջ եւ հասկանում ենք նրա նման, որ միայն Տերը կարող է մեզ ներել։ Այո, մեզ շատերիս համար, կամ մեզ բոլորիս համար այստեղ որ ենք կարող է այս ճշմարտությունը
Ծանոթ ճշմարտություն է։ Հասկանում ենք, հավատում ենք, բայց մեր ավետարանության մեջ մարդկանց հետ որ խոսում ենք, մեր ազգագիծների հետ, մենք գիտենք մեր ազգագիծները դժվար է նրանց հետ ավետարանը կիսվել։ Ինչու, որովհետև նրանք կարծում են, որ նրանց բարի գործերով կարող են Աստծո աչքը մտնել։ Ոչ, Աստված ոչ մի բանի պետք չունի։ Այս բոլորը որ կա, նրա կպատկանի, նրա պատկանում է։ Այս բոլոր սարքը նրանն է։ Այս iPad-ը նրանն է։ Այս դաշնամուրը կամ ինչ որ ուզում ենք ասել անգլերենով keyboard-ը նրանն է։ Այս հեռախոսը նրանն է։ Արաս ջան, դու նրան պատկանում ես, ես նրան պատկանում եմ։ Մենք բոլոր մեկը, ամեն մեկենից նրան պատկանում ենք։ Ոչ մի բան որ մենք ունենք նրանը չէ, նրանն է։ Ինչ կարող ենք տալ նրան։ Մեր սիրտը կարող ենք տալ նրան։ Ինչպես այս մաքսավորը արեց։ Մեկ հետևյալը ասած է. ներումը չի կարող նախորդել զղջմանը, եւ զղջումը սկսվում է միայն խոնարհությունից։ Ինչպես տեսնում ենք այս մարդու կյանքում, ինք ձեծում էր իր գուրծքը, ասում էր ով Աստված ողորմիր։ Այս բայը, որ այստեղը ոնց որ ռամայական բայ է, այսինքն ով Աստված, եւ որ ասում է ողորմիր, բառացիորեն ասում է ով Աստված, հանդարտեցրու, հագեցրու, բավարարեցրու քո արտարությունը ներելով ինձ։ Եվ որ ասում է ով Աստված ողորմիր ինձ մեղավորից, այսինքն ով Աստված քո արդար բարգությունը, քո արդար բահանջքը իմ մեղքերի նկատմամբ պետք է որ դու հանդարտեցնես, հագեցնես, բավարարեցնես ինձ ներելով։ Դա խնդրեց Աստծուց։ Ի դարբերություն Բարիսեցից, նայեցեք, նա ինքնին վրայով մեծ համարում ուներ։ Մեծ համարում ուներ։ Իր վստահությունը իր գործերի մեջ էր։ Երբեք ինք չհասկացավ, որ գործերի միջոցով, ինչպես Պողոս Արաքյալը սովորեցնում է, արտարացում չկա Աստծո առաջ։ Եվ այս մաքսավորը գիտեր, շիդակ ցեվով ինք գիրարած էր դիրոջ ուսուցմունքը, որ գտնվում է Մատթեոս 7:1-5-ում, որ ասում է մի տադեք, որ չտադվեք, որև ինչ դատաստանով որ դադեք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափեք, նրանով էլ ցեզ գչափվի։ Եվ ինչու։ Քո եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում, ինչպես Փարիսեցին անում էր։ Այս մարդը իր աչքի մեջի եղածը տեսնում էր, մաքսավորը, բայց ոչ Փարիսեցին։ Կամ ինչպես ես եղբորդ ասում, թող շուղն աչքիդ միջից հանեմ, երբ ահա քո աչքի մեջ գերան գա, գեղձավոր, նախ քո աչքից գերանը հանիր եւ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շուղը հանես։ Ավասիկ այս մարդը, այս մաքսավորը հասկանում էր, որ ինք Աստծո առաջ մեղավոր էր, այդ խոնար հոգով մոտիկացավ, զղջաց։ Եվ ճշմարտապես մի տեսնենք հետո, որ Աստծո ողորմությունը գտավ։ Մի մեկնաբան հետևյալը ասեց, որ այս մաքսավորը գիտեր իր մեղքերի ծանրությունը, բայց Փարիսեցին երանելիորեն անդեղյակ էր նրա սրտից։ Եվ շատ մարդիկ կան այսօր, որ երանելիորեն անդեղյակ են նրանց սրտի վիճակից, նրա գեցվածքից Աստծո առաջ։ Այս մարդը Աստծո ողորմությունը խնդրեց եւ Տիրոջ արտարացումը ստացավ, որ ոչ թե ըստ մեր գադարած արդար գործերի ինք փրկվեց, հապա Աստծո ողորմությամբ, ինչպես Դիդոս 3:5 ասում է։ Այս մաքսավորը ճիշտ ախտորոշեց իր մեղավոր հոգևոր վիճակը եւ դարմանը գտավ գնալով Շիդակ աղբյուրին։ Եվ վերջին տեսնում ենք 14-րդ համարում վճիրը, այդ վճիրը, որ Տերը տալիս է այս երկու մարդկանց վրայով, գերիշխան դադավորի, դադավճիրը, իր կարծիքը, մեկը ասում է ես լավն եմ, մյուսը ասում է ես լավը չեմ։ Ով արդարացվեց, ով արդարացված դուն գնաց, ասում եմ ձեզ 14-րդ համար, որ մաքսավորը արդարացած իջավ իր դուն, որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի։ Աստված է որ այդպես կանի։
Իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, ինչպես մաքսավորը, կբարձրացվի, ասված է որ դա գանի։ Ինչու է գերիշխան դադավորի Տեր Հիսուս Քրիստոսի որոշումը միակ կարևոր բանը որոշելու համար թե այս երկու մարդկանցից ով է, որ Աստծուց ներում ստացավ։ Կարևոր է սա, որովհետև հեչ կարևոր չէ, թե ուրիշները ինչ կասեն նրանց վրայով կամ ուրիշները ինչ կասեն նրանց մասին։ Կարևորը ինչ որ Տերը ասում է նրանց հոգևոր վիճակի նկատմամբ։ Ասում է, որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է կբարձրացվի։ Ինչպես մի քիչ առաջ կարդացինք Ղուկաս 11:42-ից, վայց ես պարիսեցիներից, որ դուք դասանորդը դալիս եք ասում, իսկ Աստծո արդարությունը եւ սերը զանց եք առնում։ Նախ պետք էր այս անել, իսկ դրանց զանց չառնել։ Հետո Ղուկաս 16:14 եւ 15 համարները Հիսուս ասում է, այս բոլոր բաները լսում էին պարիսեցիները, որ արձատասեր էին եւ ծաղրում էին Տիրոջ։ Եվ Տերը իրենց այսպես ասեց. դուք եք, որ մարդկանց առաջ ցեզ արդար եք ցույց տալիս, բայց Աստված գիտե ձեր սրտերը, որովհետև մարդկանց առաջ բարձրն Աստծո առաջ բիղձ է։ Ինչ մեծ դատաբարդություն։ Դեր սրտերը քնող է։ Ես ու դու կարող ենք գեղձել։ Ես ու դու կարող ենք սդել մարդկանց առաջ ցեվացնել, որ մենք լավ հոգևորներ ենք։ Բայց կարևորը որ ամեն բանի առաջ աբաշխարած լինենք եւ հետո իբր աբաշխարած մարդիկ հավատարմապար, անգյացապար, խոնարհապար Տիրոջ առաջ ապրենք։ Դերը ասեց, որ այս մարդը ինք հայտարարեց, որ այս մարդը մաքսավորը արդարացած դուն գնաց։ Եվ մյուսի մասին բամը չասեց, բայց իհարկե հստակ է, որ ինք իր խոսքի մեջ այդպես ասելով ներառում է նրա դատաբարդությունը, այդ պարիսեցի դատաբարդությունը։ Որովհետև ամեն ոք, որ իրանցը բարձրացնում է, էլի ասում է Ղուկաս 14:11-ում, կխոնարհեցվի, իսկ ով որ իրանցը խոնարհեցնում է, կբարձրացվի։ Այս մաքսավորը Տիրոջ այդ դրական գնահատականը ստացավ։ Ինք արդարացած քնած իր տունը։ Որ ինք ինքզիկ խոնարհեցրեց Աստծո առջև, Տերը նրան բարձրացրեց, ինչպես Հակոբոս 4:6 ասում է, ասված ամբարտավաններին ինչ է։ Հակառակ է, այո, բայց խոնարհներին ինչ տալիս է։ Շնորհ տալիս է։ Տեսնում ենք, որ գերիշխան դադավորը Տեր Հիսուս Քրիստոս ինք իր գարձիկը, իր դադավճիրը տվեց այս համարում։ Ինք ասեց. այդ մաքսավորը, թեև այդ մաքսավորը շատ մեղքեր ուներ, շատ մեղքերի դեր էր, շատ ուրիշ մարդկանց իրավունքը կերած էր։ Հիշում եք, ինչպես Ղուկաս 19-ի առաջին 10 համարներում Զաքեոսի այդ բամությունը նրա նման մաքսավոր էր, բայց ինչպես այս մարդը հաջորդ գլխի մեջ կարդում ենք Զաքեոսի աբաշխարության մասին, իր արդարացման մասին, որը Տերը հռչակեց, ասելով, որ այսօր բրգություն եղավ այս մարդուն, այս տանը, այս մարդուն։ Այո, ինչպես այս մարդը, մյուսն էլ, պարիսեցին էլ, մենք անարժան մեղավորներ ենք Տիրոջ առաջ։ Եվ միակ ձևով, որ այդ մեր անարժան դիրքը կարող է արժանի փոխվել, Հիսուսի միջոցով է։ Նույնիսկ հավիտենականության մեջ երբեք մեզ ոյ մեկը պիտի չկարողանա ասել, որ ես արժանի եմ, նրա համար այստեղ եմ, երկնքում եմ։ Երբեք։ Ես արժանի եմ, որովհետև միակ արժանի անձը ինք իր արժանիքից տվեց ինձ եւ քեզ նրա շնորհիվ հայտարարեց, որ իմ մեղքերը ներված են իր խաչի վրա կատարած մահով եւ հարությամբ եւ ինձ արդար հայտարարեց։ Սա մեծ ճշմարտություն է։ Խորհուրդ չէ այդ առումով, որ Սուբկիկը արդեն նրա վրա խոսում է։ Քաղցր ճշմարտություն է, որ ինչպես մեզ նման մեղավորներ, անարժաններ կարող են Սուրբ Աստծո առաջ արդարացված սեվել Հիսուսի միջոցով։
Ոչ մի դժվար բան չկա սրա մեջ։ Եթե Աստված կար այսօր ասեր մեզ մի ամեն մեկերնից, որ գիտես, դու պետք է սա անես, սա չանես, ասկան փող վճարես ինձ կամ եկեղեցվո, որովհետեւ ես հետո նայեմ, եթե ուզում եմ, ցանկանում եմ քեզ արդարացնել կամ ոչ։ Մեզ եթե ամեն մեկերնից չէ, մեզ շատերը հետաքրված կլինեին, գիտնալով, որ Աստված այդպես ասեց։ Բայց Աստված այդպես երբեք չի ասել, որովհետև հնարավոր չէ այդպեսի բան ստացվի։ Աստվածին գիտի, որ մեզ ոչ մեկը չունեն մեր ներսիթիում որևէ հնարավորություն արդարացման, մենք մեր միջից, որ մենք կարող ենք արդարացնել դա եւ մեր անձերը արդարացնել Աստծո առաջ եւ մարդկանց առաջ անշուշտ բացահայտել, որ մենք արդարացած, սրբացված արժանի մարդիկ ենք Աստծո շնորհով, ոչ։ Քրիստոս այս արակով մեզ հայտնեց, որ եթե մենք ուզում ենք Աստծո առաջ գալ, պետք է իր պայմանների համաձայն գանք։ Ոչ թե մենք պայման տնենք Աստծո վրա, որ ես այս շնացողի նման, այս մաքսավորի նման, այս մարդկանց նման չեմ։ Իմ գործերս անում եմ, զոհաբերություններս անում եմ, բարդականություններս եկեղեցական անում եմ, ծառայում եմ, այս անում եմ, այդ անում եմ, հեչ կարևոր չէ։ Հիսուսը սիրելը մենք գիտենք Հովհաննես 14:21, Հովհաննես 14:23, Հիսուս ինչ ասեց, եթե զիս սիրում եք, ինչ արեք, իմ պատվիրաններս պահեցեք։ Որովհետև միակ ձևով, որ ես կարող եմ իմ սիրտը գնել, երբ նայում եմ, որ ես միթե Աստծո խոսքի համաձայն ապրում եմ կամ ոչ։ Գադարելության մասին չենք խոսում, ապա մեր սրտի ուղղվածությունը հնազանդելու Աստծուն, իր խոսքի մեջ լինելով, հնազանդելով Հիսուսը աջակցելու նպատակով, որբեսի իր արդարացման արժանի լինենք եւ բոլոր նրանք, որ մեղքերը խոստովանած են Աստծո Քրիստոսի միջոցով խնդրած են, ոչ թե որ մի կանայի, հովի, գղերագանի միջոցով, ուղղակի Քրիստոսի միջոցով, հավատով Տերը ներած է մեր մեղքերը եւ ինչպես այդ մաքսավորին ներեց, մեզ ալ ներած է եւ սրա համար պետք է ուրախ լինենք եւ շնորհակալ լինենք, որ Աստված ինք մեզ արդարացրած է։ Ուրեմն տեսանք այսօր այս արագից, որ այս արագը սովորեցնում է մեզ ճշմարիտ արդարացման մասին Աստծո առաջ, իհարկե Աստծո առաջ։ Տեսանք ինքնարդար կեղծավորի անպարտավորությունը։ Հետո տեսանք զղջացող մեղավորի խոնարհությունը եւ երրորդ եւ վերջ տեսանք գերիշխան դատավորի դատավճիրը։ Իր կարծիքը ամենակարևորն է։ Ուրեմն եթե շնորհի գարիքը ունենք, մոդիկանանք, ինչպես Եբրայեցիների 4:16 ասում է, մոդիկանանք այդ շնորհի աթորին, համարձակության, որովհետեւ ողորմություն եւ շնորհ ստանանք մեզ օգնության համար, բադե ժամանակին։ Այսինքն ներում, ողորմություն, արդարացում։ Եվ եթե Տիրոջ սավակներ ենք Աստծո փառք տանք եւ շարունակենք Տիրոջ փառքի համար ապրել ըստ իր պայմանների համաձայն։ Աղոթենք։ Ով Տեր, շնորհակալ ենք Տեր, որ այս արագի միջոցով անգամ միևս վերհիշեցինք ճշմարիտ արդարացման կարևորությունը։ Եվ շնորհակալ ենք, որ մեզ ամեն մեկերնից դու Քրիստոսով արդար հայտարարած ես, մեր մեղքերը մեր վրայից վերցրած ես, մեզ տվել ես Հիսուսի արդարությունը, որը հավատի միջոցով քո շնորհիվ եւ միայն քո շնորհիվ։ Ով Տեր, աղոթում ենք, որ ըլլա մեր միջից կամ ըլլա նրանց, որ on-line մեզ հետ են, եթե մեր մեջ կան որևէ անհատներ, որ տակավին այս արդարացման տերը չեն եղել, քո միջոցով, իրենց մեղքերը չեն խոստովանել, այսօր թող լինի Տեր այդ փրկության օրը, խոստովանելով նրանց մեղքերը ասեն, ով Աստված, Տեր իմ, ները ինձ մեղավորից, եւ սրտանց թող լինի ով Տեր այդ, որբեսի դու կարողանաս նրանց արդար հայտարարել քո կավճարար գործի միջոցով։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ սիրեցիր, ողորմեցիր, փրկեցիր, օգնիր մեզ, որ իբր ավադացյալներ են, խոնարհաբար ապրենք քո առաջ, քո փառքի համար, Հիսուսի անով, ով Հայր, խնդրում ենք։ Ամեն։